Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք բոլորիս կողմից շատ սիրված մի հեքիաթ Դերենիկ Դեմիրճյանի Պույպույ մկնիկը։ Գնացինք։ Մի երկիր կար Հնդստան, մի մուկիկ կար Ճշճստան, Հնդստանի անտառում կոկոս ծառի ծակուղում, ապրում էր նա իր համար, բարիքներում անհամար, ու մի օր լավ, մի օր վատ, ուներ ապրուստ, քիչ թե շատ, օրը մի ճանճ, մի միջատ, մի ծեղ, արմատ, ցորնի հատ, ուտում էր ու քեֆ անում, խաղում ապրում իր բնում, իր անունը Պույպույ էր, ազգանունը Ճստունի, լացը վայ վույ էր, երգը տարայ նայնինի։ Էսպես մուկիկն ապրում էր, վազվզելով վար ու վեր, ու մի օր էլ ծանր ու մեծ իրեն միտք արեց. տունս կոկոս ծառի տակ, բերան չունեմ, թե ճաշակ, ճանճ կերել եմ, ծեղ կերել, տեսնեմ կոկոսի համն էլ։ Այս ասելն էր մեկ էլ դոմբ, ծառից կոկոսն ինչպես բոմբ, ընկավ նրա առաջին, կոկոս կաղին չէ, չնչին։ Կաղնի տեսակ, սեխի չափ, միջուկն անուշ յուղալի, բայց կեղևն է միայն հաստ, ահա ինչն է ցավալի։ Վրա ընկավ մուկիկը, բացեց իր սուր ճանկիկը, կծեց, կծոտեց, բան դուրս չեկավ, չհաջողվեց, ու կոկոսի չորս կողմը ման է գալիս Պույպույը, կեղևն հաստ է ոնց անի, ու սկսեց վույ։ Ախր ինչ է, ինչ կլի, տեսնեմ դրա համն էլի, մի քիչ կոկոս, մի քիչ ջուր, գոնե մի կում, մի պուճուր։ Դու մի ասի ընկնելուց ծակ էր բացվել կոկոսում, էդ որ տեսավ, հիմի էլ ծակից մտնել է ուզում, բայց տեսեք ինչ պատահեց, ծակն էր պստիկ, ինքը մեծ, ծակից ներս չի մտնում, սովից էլ ուշքն է գնում։ Լաց է լինում մուկիկը, ոնց լաց չլինի մուկիկը, սիրտն ուրիշ բան չի ուզում, նայում է ու նվազում։ Էսպես լացեց, սուք արեց, ենքան լացեց, սուք արեց, հետն էլ սովից լղարեց, որ լղարեց, բարակեց, մեկ էլ ճանճի պես, ծակից մտավ գնաց ներս։ Էս ինչ էր տո, ոնց եղավ, էս ծակից ոնց ներս մտավ, ոնց, այ նայիր, էս մուկը, էս կոկոսն ու միջուկը։ Դե քեֆ արա, օխայ, դե պար արի, տարայնանա, դե միջուկը կեր ու կրծիր, կեր միջուկը, հյութը խմիր։ Համ ուտում է, համ էլ պարում, համ պարում է, համ էլ երգում, ինքս Պույպույ, պարս տույ, էլ ինչ վայ, էլ ինչ վույ։ Էսպես թռչուն ծափ էր տալիս, պար էր գալիս ռանգի յալի, գոռում էր ջան, տարայնինի, այ թե քեֆը ինչպես կլինի։ Էս որ էսպես կերավ մաքրեց, առաջ փոքր էր, հիմա տրզեց, դարձավ խոշոր մի մուկ, ընկավ կողքին, քնեց խորունկ։ Մեկ օր անցավ, եկավ նոր օր, մուկիկը վեր կացավ, որ փուչ կոկոսի ծակից դուրս գա, ախր դուրսը գործ կա, տուն կա, լավ էր, կերանք բավականին, հիմի գնանք մենք մեր բանին։ Հեշտ էր ասել, ապա փորձիր, մի կոկոսի ծակից անցիր, մոտեցավ, որ ծակից դուրս գա, պահո, տեսավ ճամփա չկա, ինքը խոշոր, ծակը պուճուր, այդ է մնաց, բայց մնա ուր, լաց է լինում մուկիկը, ոնց լաց չլինի մուկիկը, տրզել է կոկոսում, մնացել է նեղ փոսում։ Ինչիս էր պետք կոկոսը, լավ չէր իմ տուն, իմ փոսը, վայ, վույ, հիմի տեղն է քեզ Պույպույ, ախր ինչ բան ունեիր, գայր կոկոս ուտեիր, չոր ուտեիր լավ չէր, ցավ ուտեիր լավ չէր, վայ, զարհումար, դե լաց մնա քեզ համար, էսպես լացեց մուկիկը, ենքան լացեց մուկիկը, հետն էլ սովից լղարեց, որ լղարեց, բարակեց, մեկ էլ սուս ու փուս, ծակից նորից ելավ դուրս։ Վահ, էս ինչ է, էս ոնց եղավ, բա էս ծակից ոնց դուրս եկավ, ոնց,
Այ նայիր, էս ես մուկը, են կոկոսը, են միչուկը, տեսար լավ բան, կեցես պույպույ, տո էլ ինչ վայ, էլ ինչ վույ, տո քեֆ արա, օխայ, դե պար արի, տարայնինայ, համ թրջում է, համ պարում է, համ երգում է, համ կանչում է, ջան քեֆ արա, տարայնինի, այ թե քեֆը, ինչպես կլինի։ Ահա և վերջ փոքրիկներս, շատ հետաքրքիր հեքիաթ էր, հուսով եմ ձեզ դուր եկավ և կհանդիպենք հաջորդ հեքիաթի ժամանակ, ցտեսություն, իսկ հեքիաթները լսելու համար առաջարկում եմ սեղմել զանգակոճակը և բաժանորդագրվել իմ ալիքին, կհանդիպենք։